Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ալիևը նախապայմանների ու պարտադրանքների լեզվով է խոսում, իսկ Փաշինյանը դեռ շարունակում է առաջարկությունները Բաքվի ինքնահավան ու Կովկասում իրեն առաջնորդ ինքնահռչակածին։ Հիշենք, Փաշինյանը ամիսներ առաջ առաջարկեց Ալիևին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ, փակել ադրբեջանական արևմտյան Ադրբեջան Հայաստան վերադառնալու նարատիվը, հայկական կողմն էլ կփակի Արցախ վերադառնալու թեման։ Որովհետև ասում են, վերադառնանք, ես ասել եմ, դա իրատեսական չի։ Ալիևն ինչպես միշտ Փաշինյանի ներկայացրած այս եւ նախորդ առաջարկներին ոչ միայն դրական չարձագանքեց, այլ ընդհանրապես չարձագանքեց։ Ավելին, խաղաղության կեղծ օրակարգը եվրոպական քաղաք Մյունխեն քարշ տված Ադրբեջանի նախագահը խաղաղության ջատագոբ ու գործընկեր Փաշինյանին հիշեցրեց, իր համար ադրբեջանցիների Հայաստան վերադառնալը փակված թեմա չէ։ Ընդհանրապես արևմտյան Ադրբեջան նարատիվը պետական քաղաքականություն է եղել այդ երկրի համար դեռևս 14 թվականից։ Ըստ փորձագետների այն հայ-ադրբեջանական բանակցային սեղանին է դրված 2020-ից։ Նման դիրքավորումով բանակցությունները բավականին ուժեղ են դարձնում Հայաստանի դիրքերի համեմատության, հատկապես երբ որ մենք հրաժարվել ենք բոլոր տեսակի հայցերի միջազգային ատյաններ։ Ներկա իրավիճակում մենք ունենք մի դրություն, որի պարագայում Հայաստանի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը ընդդիմանալու ադրբեջանցիների վերադարձի իրավունքին այն մեկնակետում, որ իրենք հայտարարել են, ուղղակի միջազգային հանրության կողմից ընկալելի չի։ Ըստ փորձագետների Հայաստանը հիմա չի էլ կարող ընդդիմանալ ադրբեջանական առաջ քաշած նախապայմաններին ու պարտադրանքներին, այն կբերի բանակցային գործընթացի խզման սահմանային էսկալացիայի։ Հիմա դա կներկայացնեն որպես ներքին օրակարգ, որ գիտեք, մենք սահմանադրությունը վաղուց ուզում ենք փոխել, փոփոխությունների կարիք կա, նախորդ բոլոր սահմանադրական հանրակրթությունները եղել են կեղծված, մեր սահմանադրություն եւ այլն, տարբեր թեզիսներով, բայց սա ադրբեջանական նարատիվ է եւ Ադրբեջանի պահանջի կատարում։ Առանց այդ պահանջի թրիփի շուրջ ստորագրված փաստաթուղթը մի շուարին չի ստանալու։ Ըստ քաղաքագետի, եթե հանկարծ Հայաստանի իշխանությունները փորձեն այդ հանձնառություններից հրաժարվել եւ դրանք չկատարել, միաժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունենալու ռազմական էսկալացիա։ Կարող եք նաև Ադրբեջանի Հանրապետությունում զինված ուժերի շինարարության հետ կապված իրենց կողմից իրականացվող, այսպես ասած, բյուջետային միջոցների հատկացման չափը, ռազմական գնումները եւ այլն։ Նախապայմանները հանձնառությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է օգոստոսի 8-ի այդ ստորագրված հայտարարությամբ։ Հայաստանում 2026 թվականը մեկնարկել է գնաճային ակտիվ ֆոնով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն հունվարին սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 3.8%-ով։ Թվացյալ չափավոր ցուցանիշի հետևում, սակայն, թաքնված են առանձին շուկաներում շատ ավելի զգալի տեղաշարժեր։ Գնաճի հիմնական ճնշումը կրկին ձևավորվում է պարենային հատվածում։ Սա հատկապես կարևոր է, քանի որ սպառողական զամբյուղում սննդամթերքը շարունակում է ունենալ զգալի կշիռ եւ ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է քաղաքացիների բյուջեի վրա։ 2026-ի հունվարին 2025-ի հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.9%, իսկ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ 4.3% գնաճ։ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2026 թվականի հունվարին 2025-ի դեկտեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.2-ից 6.2%-ով։ Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն էլ աճել է 4.3%-ով։ Առավել զգալի աճ է գրանցվել մսամթերքի շուկայում։ Տավարի, խոզի եւ գարան միսը թանկացել է երկնիշ ցուցանիշներով 12-ից 14%-ի միջակայքում։ Ձվի գինը եւս աճել է ավելի քան 11%-ով։ Կաթնամթերքը, պանիր, մածուն, թթվասեր արձանագրել են միջինում 6.9% թանկացում։ Բանջարեղենի եւ մրգի շուկայում էլ պատկերը բազմաշերտ է։ Տարեկան կտրվածքով որոշ ապրանքատեսակներ էժանացել են, սակայն սեզոնային գործոնի ազդեցությամբ միայն մեկ ամսում գրանցվել է շուրջ 17% միջին աճ։
2026 թվականի հունվարին 2025-ի դեկտեմբերի համեմատ մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 17.57%։ Այս ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.55% տեսակարար կշիռ նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.46%-ային կետով։ Ոչ պարենային ապրանքների շուկայում իրավիճակն ավելի զուսպ է։ Տարեկան աճը մոտ 1%-ի սահմաններում է։ Ավելին, բենզինը եւ դիզելային վառելիքը տարվա ընթացքում որոշակի էժանացել են շուրջ 3.6%-ի չափով, ինչը մասամբ մեղմել է ընդհանուր գնաճային ֆոնը։ Սակայն հեղուկ գազի շուկայում արձանագրվել է կտրուկ թանկացում, ամսական գրեթե 19%։ Հետաքրքիր հանգամանք է, որ գնաճը տեղի է ունենում դրամի հարաբերական արժևորման պայմաններում։ Դոլարի նկատմամբ դրամը տարվա ընթացքում ամրապնդվել է մոտ 4.5%-ով, իսկ միջին փոխարժեքը կազմել է շուրջ 380 դրամ 1 դոլարի դիմաց։ Սա նշանակում է, որ գների աճը պայմանավորված չէ փոխարժեքային ճնշմամբ, այլ հիմնականում ներքին եւ ոլորտային գործոններով, արտադրական ծախսերի, ներմուծվող հումքի, սեզոնայնության եւ պահանջարկի փոփոխությունների ազդեցությամբ։ Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկումը բոլոր քաղաքացիների համար նույն պայմանով չի իրականացվում։ Այս հայտարարությունն է տարածել Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը, բարձրաձայնելով սոցիալական փաթեթի շահառուների մտահոգությունները։ Արհմիության փոխանցմամբ, եթե աշխատողը սոցիալական փաթեթի շահառու չէ, ապա նրա եկամուտը նվազում է ընդամենը 300 դրամով։ Փոխարենը նա դառնում է ապահովագրված, ստանալով մատչելի կամ անվճար առողջապահական ծառայություններ։ Սա հնարավոր է դառնում պետական սուբսիդավորման շնորհիվ, սակայն իրավիճակը տարբեր է սոցիալական փաթեթի շահառուների դեպքում։ Նրանց եկամուտը նույն ծառայությունից օգտվելու համար նվազելու է արդեն 6300 դրամով, քանի որ պետությունը տվյալ խմբի համար սուբսիդավորում չի նախատեսել։ Հայաստանի պետհիմնարկների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհմիությունը դիմել է կառավարությանը, նշելով, որ սոցիալական փաթեթի շահառուների շրջանում դժգոհություն կա։ Ըստ արհմիության ապահովագրական համակարգում ներառվելու պայմանների անհամաչափությունը խտրական վերաբերմունքի տպավորություն է ստեղծում։ Բազմիցս հայտարարվում է, որ պետական աշխատողներն առանց այդ էլ ցածր են վարձատրվում, սակայն վերոնշված կարգավորումներով սոցփաթեթի շահառուների համար հավելյալ ֆինանսական բեռ է ավելանում։ Որպես պետական եւ համայնքային ոլորտի աշխատողներին միավորող եւ շահերը ներկայացնող արհմիություն խնդրել ենք վերանայել վերոնշյալ մոտեցումը, պահպանելով աշխատողների սոցփաթեթի 72000 դրամը եւ սուբսիդավորել ապահովագրավճարը, ինչպես դա արվում է մնացած աշխատողների պարագայում։ Այս հարցի շուրջ մտահոգություններ են հայտնում նաև ոլորտի փորձագետները։ Նրանց կարծիքով համընդհանուր համակարգի ներդրման հիմնական սկզբունքը հավասարությունն ու սոցիալական արդարությունն է, եւ ցանկացած անհամաչափ մոտեցում կարող է կասկածի տակ դնել համակարգի արդյունավետությունը։ Փորձագետները նշում են, որ եթե տարբեր խմբերի համար կիրառվում են տարբեր ֆինանսական պայմաններ, ապա անհրաժեշտ է հստակ ու թափանցիկ հիմնավորում։ Հակառակ դեպքում դա կարող է խորացնել դժգոհությունը պետական համակարգում աշխատողների շրջանում։ Միաժամանակ վերլուծաբանների կարծիքով պետական եւ համայնքային աշխատողները, որոնք արդեն իսկ համարվում են համեմատաբար ցածր վարձատրվող խմբեր, կարող են զգալ լրացուցիչ ֆինանսական բեռի ազդեցությունը։ Օրենքը որ սկսի աշխատել ապահովագրության, նոր է դեռ, էլի թերություններ կբացահայտվեն։ Օրինակ հնարավոր է, որ ընդամենը 3 ամիս հետո կամ 5 ամիս հետո այս բոլոր թերությունները հաշվի առնելով օրենքի փոփոխություն ուղղակի կատարվի։ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնած փոփոխության լսումների շրջանակում օրենքի փոփոխություն կատարի։ Մեզ մոտ Հայաստանում բոլոր օրենքները փոփոխվում են տարբեր հաճախականությամբ։ Թե ինչ լուծում կստանա այս հարցը դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, համընդհանուր առողջապահական ապահովագրության շուրջ քննարկումները շարունակվում են, եւ ըստ փորձագետի համակարգի հաջողությունը մեծապես կախված կլինի հասարակության տարբեր խմբերի վստահությունից ու ներգրավվածությունից։ Վրացիները շատ ավելի են խմում, քան մենք հայերս։ 15.5 լիտր ալկոհոլ է օգտագործում տարեկան յուրաքանչյուր վրացի, ամեն հայաստանցի ընդամենը 4.3 լիտր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են։ Առողջապահական տեսանկյունից երևի միակ ցուցանիշն է, որը լավատեսություն է ներշնչում, բայց միայն առաջին հայացքից։ Դրանից հետևում է, որ տեղական օղի արտադրողների գործերը լավ են, ոչ, դա նշանակում է, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից օղի ներկրողների գործերն են լավ։ Մեր սպիրտ արտադրող ընկերությունների հարկերը այնքան են բարձրացել ակցիզային հարկից սկսած, որ Հայաստանում խանութում կես լիտրը 3500 դրամից պակաս օղի չես կարող գնել։ Մրգօղիներից սկսած նաև հենց տեղական ցորենի օղիները
Ստացվում է, որ Հայաստանի ալկոհոլի սահմանափակ շուկայում հիմնականում սպառվում է օղի, այն էլ դրսից ներկրված ի տարբերություն Վրաստանի, որտեղ առաջին հերթին սպառվում է տեղական արտադրության գինին, թույլ ալկոհոլային խմիչք, որը շատ սպառել ֆիզիկապես ավելի հնարավոր է։ Այդ դեպքում ինչի հաշվին են գոյատևում մեր գինի, կոնյակ կամ մրգային դիստիլյատորներ արտադրողները։ Խաղողի մթերման ծավալները անցած տարի 164,200 տոննա խաղող է մթերվել, որևէ բողոք չի եղել, այս տարի մթերվել է 200,000 եւ էլի բողոք չի եղել։ Վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել են ինձ ասել են մեկ օրինակ զիլ մեքենա այգու տակից հատիկներ ենք հավաքել։ Դա կարող են մթերել, զանգել են գործարաններին, դա էլ ենք մթերել։ Ըստ էության ալկոհոլային խմիչքներ արտադրողները օգտվում են պետական սուբսիդիաներից ֆերմերների խաղողը մթերելու համար։ Առանց դրա դժվար թե նրանք կարողանային այդ ծավալի խաղող մթերել։ Մեր ալկոհոլի սպառման հիմնական շուկայում Ռուսաստանում նախորդ տարի հայկական կոնյակը, ինչու՞ չէ, նաև գինին մեծ խնդիրներ են ունեցել։ Ռուսական պետական կառույցները օրինակ հայկական կոնյակի հետ կապված նորմերի խախտումներ են գրանցել։ Չնայած դրան այս խմիչքի արտադրությունն էլ է աճել, վստահաբար պետական աջակցության շնորհիվ։ Կոնյակի սպիրտի արտահանման ծավալները աճել են 13.7%-ով։ 10.9 միլիոն լիտրից 12.4 միլիոն լիտր հասնելու։ Այնտեղ իրենց սպիրտային խմիչք արտադրողներին հնարավորինս պետությունը փորձում է աջակցել եւ սուբսիդիաների տեսքով եւ շուկայում առաջմաղման տեսքով։ Այսինքն, եթե մենք հետագայում մեր սպիրտային խմիչքների որակը չբարձրացնենք եւ հստակ չբրենդավորենք, մենք ինչքան գնա ամեն տարի մենք ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու ռուսական շուկա մտնելու եւ այնտեղ վաճառելու։ Խնդիրն այն է, որ պետական սուբսիդավորումը ժամանակավոր գործիք է, պետությունը բյուջեում ունի միջոցներ, աջակցում է գործարաններին խաղող գնելու process-ում, իսկ եթե մի տարի այդ միջոցները չլինեն, խաղող արտադրողները, ինչպես եւ արտադրողները կանգնելու են փաստի առաջ։ Հետևաբար, ալկոհոլի արտադրության ոլորտում ինչ որ բան հնարավոր կլինի փոխել միայն աշխատունակ ռազմավարություն որդեգրելու դեպքում։ Փետրվարի 18-ին Պրոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 27-ամյա Գրիգորի Բենվեն եւ 35-ամյա Ռուբենի Hyundai Elantra-ն։ Երկու հոգի վնասվածներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Երկու մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Բենվեն էլ բախվել է Բետոնե Էլեկտրասյանը։ Ի դեպ Բենվեի վարորդը ծառայում է Պաշտպանության նախարարության Նենզորամասում, մեքենա վարելու իրավունք էլ չի ունեցել։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Փետրվարի 17-ին 50-ամյա Կարենը Սամանդո վարզական բնակավայրի վարչական տարածքում կամրջի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել գետի ափին։ Վարորդը տեղափոխվել է Չարենցավան բժշկական կենտրոն, բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ժամանել են ոստիկանության, Պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ի դեպ վարորդը եղել է ոչ սթափ։ Եվնու Բարաշենում վերսկսվել է ճանապարհի նորոգումը, մեկ ամիս է շինաշխատանքները դադարել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Հիմա իրականացվում են բետոնե պատնեշի հենապատի կառուցման աշխատանքներ, տեղադրվում են հատուկ կոնստրուկցիաներ, հետո էլ անցկացվելու են ջրահեռացման համար խողովակները։ 80 սանտիմ հեռավորությունների վրա տենց մինչև վերջ անցկացվելու է ջրահեռացման այդ խողովակները, որ երբ անձրևներ լինի, այդ ջրախողովակի միջոցով անձրևները դուրս գան, կուտակում չունենա եւ փլուզում տեղի չունենա։